Դուք հետևեցիք Մայրաթորի բակում 3 տեղի ունեցածին, ԱԱԾ-ն որ ներխուժել է։ Ոչ։ Իսկ ինչ կարծիք ունեք, որ ԱԱԾ-ն մտել։ Շատ վատ, ԱԱԾ-ի համար չէ, ընդհանրապես էլ ամեն ինչ անում են, որ խառնեն իրար, ժողովրդին չեն թողում հանգիստ ապրեն, ու սա ընդդիմադիրներն են, ես պարզ կարամ ասեմ, առանց վախենալու, առանց ընդդիմադիրները ավիրում են այս երկիրը, ավիրում, ուղղակի։ Ինչպես են ավիրում։ Դե հենա սարքում են, ամեն ինչ սարքում են, մահանայի մանգալ է, հիմա վարչապետը մի բան ասեց, մի բան արեց։ Դրա համար պիտի պատմություն սարքեն, միտինգներ են անում, պարապեն է ժողովուրդը, ես չեմ հասկանում։ Լավ պարապ ժողովուրդը, մեր ժողովուրդը։ Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունը արդյոք այսպես անթույլատրելի չէր։ Իմ կարծիքով չէ։ Վարչապետը ինչ ուզում է թող ասի։ Դե սրբազաններին ինչեր Դե ասում։ սրբազանները ես հլա հիշում եմ երեխա ժամանակվանից էլ մեղա եմ Աստված։ Լավ բաներ չէին խոսում սրբազանների մասին։ Ինչա որ քրիստոնյա բան են, եկեղեցական են, պիտի ամեն ինչ իրանց թույլատրվում է, չէ։ Այդ ինչ ասելա, իրան դնելու են վարչապետ, իրանք են որոշում, ով է վարչապետ լինելու, հա, այդ ընդդիմադիրներն են որոշում, ով էր գրած էր մեկի անունը։ Էդմոնը։ Չէ, հա, որ պիտի դառնա վարչապետ, ամոթ է, էլի, գոնե տենց բաներ մի ասեք, մի քիչ է ժողովրդին զարգանալա պետ, մի քիչ ուղիղ հավաքելա պետ, այս ինչ են անում, այս երկիրը քանդում է, քանդում, կներեք, էլիս, ուրիշ բան չեմ կարող։ Նիկոլ Փաշինյանը չի միջամտում եկեղեցու հարցերին արդյոք։ Դե վարչապետը ինչ ուզի կարա ասի, իրավունք ունի իմ կարծիքով, էլ ինչ որ մի բան իր կողմից ինքն ներկայանա, ասի, որ ես սենց եմ ասում, սենց ինձ դուր չի գալիս եւ վերջապես երկրի ղեկավարն է մեր։ Անդադ դնում են այդ մարդուն փնորում եւ էդ էլ եմ էլի շատ իմ վրա ազդում է։ Ես ոչ հետաքրքրվում եմ, ոչ պրոստը սենց կողքից այդ աստիճան այդ մարդու ընտանիքը անիծելը, այդ բառեր ասելը, վերջապես կարգին ժողովուրդ էինք, ես ինչ ենք դառել, ամոթել է, էլի շատ ամոթ է։ Նիկոլ Փաշինյանի բառապաշարը չի մտահոգում։ Դե, գիտեք ինչ, բոլորս էլ էմոցիաներ ունենք, բոլորս էլ ունենք մեր մտածելակերպը, մեր հիմա ինչ ասեմ, մենք ենք ընտրել իրան, մենք ենք ընտրել, հիմա պիտի ամեն ինչ էլ յոլա գնանք, ինչ ասեմ, չեմ ասում ենթարկվենք, բայց մի քիչ մտածված է պետք ամեն ինչ անել, իմ կարծիքով դա է։ Բարև ձեզ։ Դուք երեք արձանագրեցիք, տեսակ ինչպես է ԱԱԾ-ն ներխուժում Մայրաթորի տարածքի, ինչ կարծիք ունեք։ Ես հայերեն վատ եմ խոսում, հետո ռուսերեն ասեմ։ Ռուսերեն ասեք։ Отвратительно. Մի խոսքով, отвратительно. Это если բան չի պատկերացնում, որ Հայաստանում կարող է լինի։ Ասում են գնացել էին բերման ենթարկելու սրբազանին, այդ դրանով են արդարացնում, հա, Մայրաթորը։ Բայց նրանք ինչ իրավունք ունեն սրբազանին։ Это уму непостижимо. Церковь отделена от государства. Ոչ մի իրավունք չունեն։ Какие-то если конкретные есть, надо было предъявить. Իրանց մոտ եւ յուրիստ կա, ամնչել կա իրավաբաններ։ Նրանք ինչ իրավունք ունեն մտնեն իջմիածին։ Вообще Մանավանդ տենց շորերով, տենց այդ մաղալով, այդ ինչ է, տերորիստ են գտել։ Դուք ինչ կարծիք ունեք, որ երեք Մայրաթոր մտան ԱԱԾ-ական։ Ոչ մի կարծիք չունեմ, կներեք։ Ընդունելի էր հայ առաքելական եկեղեցուն նման կերպ վարվել։ Ոչ, այդ մեկը հաստատ ոչ։ Ինչ են փորձում հասնել սրանով ասել։ Չեմ կարող ասել։ Դուք ինչ կարծիք ունեք, որ ԱԱԾ-ն մտավ Մայրաթորի տարածք։ Ոչ մի կարծիք էլ չունեմ։ Սխալ բան արեցին, հիմա ես չգիտեմ, համամիտ եմ իրանց հետ ուղղակի։ Վնասեց սա եկեղեցուն։ Եկեղեցուն, դե այդ եկեղեցին եթե լավ մտածի, իրան ոչ մի բան չի կարա վնասի, ուղղակի սիրուն չստացվեց, շատ տգեղ պատմություն ստացվեց, քան բան։ Իսկ ինչպես եք վերաբերում նրան, որ հեղաշրջման կոչեր են անում։ Չէ, դեմ եմ, դրան լրիվ դեմ եմ ես, չեմ հավատում ես դրան։ Դուք ինչ կարծիք ունեք, որ ԱԱԾ-ն մտավ Մայրաթորի տարածք։ Պետքա չմտներ երևի։ Դուք ինչ կարծիք ունեք, որ ԱԱԾ-ն մտավ Մայրաթորի տարածք։ Շատ վատ։ Չպետք է խառնել եկեղեցին ինչ որ պետական մարմինների հետ։ Միայն դա կարող եմ ասել։ Եվ մենք միշտ ասենք քրիստոնեական ազգ ենք, պաշտում ենք մեր եկեղեցին։ Այդքանը։
Իսկ որ հոգևորականների կողմից հեղաշրջման կոչեր են հնչում, ասում են դրա համար են համտել, որ բերման ենթարկեին։ Չեմ կարող ասել, ուշադիր չեմ եղել ճիշտն ասած, բայց դե համենայն դեպս քաղաքականություն է, որ չեմ զբաղվում։ Իսկ ընդհանրապես առանց քաղաքականության զբաղվելու ինչ կարծիք ունեք, որ իշխանությունը եկեղեցականների հետ կապված հարցեր է բարձրաձայնում։ Դա սխալ է իմ կարծիքով։ Դա կառավարությանը չվերաբերվող հարց է։ Իսկ ձեզ որպես քրիստոնյայի հետաքրքրում է կուսակրոնության ուխտը խախտել են, թե ոչ։ Այ չեմ կարող ասել, եթե չգիտեմ ինչ ասեմ։ Կուզեիք օրինակ հարցի պատասխանը ստանալ, կաթողիկոսը զավակ ունի, թե ոչ։ Դե դա ինձ չի հետաքրքրում, շատ մարդիկ շատ զավակներ ունեն եւ դա չի բացահայտվում։ Ինչ ասենք։ Դա իրենց խնդիրն է, երևի ինչ որտեղ կարող է ունենա, կարող է եւ չունենա, չեմ կարող ասել։ Եվ այդ ունենալու հանգամանքը ձեզ որևէ կերպ կարող է քրիստոնյային խանգարել, որ իր հավատքից հեռանա։ Ոչ, ինչ չի խանգարում։ Ես հավատքի մեջ եմ, ես պաշտում եմ իմ հավատքը, իմ Հայաստանը։ Ուրիշ ոչ մի բան ինձ չի հետաքրքրում, ճիշտը որ ասեմ։ Դուք տեսաք, որ ԱԱԾ-ն մտավ Մայրաթորի տարածք, ինչ կարծիք ունեք այդ մասին։ Ես Facebook-ով նայեցի, շատ վատ կարծիք է ԱԱԾ-ի մասին, ընդհանրապես մեր ղեկավարության մասին շատ վատ կարծիք է։ Այս իշխանության կողմից այս նախաձեռնած եկեղեցականների այս դեմ գործողությունները ինչպես եք մեկնաբանում։ Մենք աշխարհում առաջին քրիստոնյա երկիրն ենք եւ շատ ամոթ է, որ քրիստոնյա առաջին երկիրը այս աստիճանի հողին հավասարված են մեզ հասցնում։ Ընդհանրապես ձեզ որպես քրիստոնյայի հետաքրքրում է բարձրաստիճան հոգևորականները խախտել են կուսակրոնության ուխտը, թե ոչ։ Ես կասեի չէ, մարդ են, չէ, մարդ են, բոլոր մարդիկ իրավունք ունեն ընտանիք ունենալու, զավակներ ունենալու, նույնիսկ ես ասում եմ նրանց այդ սահմանադրության մեջ իրանց փոփոխություն պետք է, որովհետև եթե իրանք օրհնում են հարսանիքը, կնքում են երեխաներ, ինչի իրավունք չունեն իրանք երեխաներ ունենալու, ես կարծում եմ ունեն։ Բայց հիմա այդ եկեղեցական օրենքներով, քանի դեռ դա արգելված է, հետաքրքրում է խախտում են, թե ոչ։ Ըստ փաստաթղթի ոնց որ խախտում են, բայց ըստ բնական օրենքների ոչ։ Ինչու է Նիկոլ Փաշինյանը այս հարցը բերել առաջ ձեզ։ Չեմ կարող ասել, բայց շատ վատ հարց են առաջ քաշել եկեղեցու դեմ, դարեր շարունակ մեր ժողովուրդը հարատևել է եկեղեցու կողմից պահպանվելով եւ այլն։ Շատ սխալ բան են արել։ Եվ այդ կադրերը, որ նայեցիք, ԱԱԾ-ն Մայրաթորի բակում, մենք տեսել ենք գործարարների ինչ-որ տներ եւ այլն մտնել, բայց եկեղեցու տարածք ինչ զգացողություն առաջացրել։ Շատ վատ, շատ բացասական։ Ես նույնիսկ այնպիսի մարդիկ գիտեմ, որ կողմնակից են այս իշխանությանը, բայց այս հարցում կողմնակից չէ։ Եվ ինչ է կարծում, ինչով կավարտվի այս կոնֆլիկտը։ Դա չեմ կարող ասել, ինձ թվում է չպետք է շարունակվի, ինձ թվում է ճիշտ որոշում չեն կայացրել Մայրաթորի եւ ընդհանրապես հայոց եկեղեցու հանդեպ, շատ սխալ բաներ են անում, շատ սխալ միջոցառումներ են ձեռնարկում, պետք է վերջ տան դրան։ Շարունակելը վատ ազդեցություն կունենա իշխանության վրա, ընդհանրապես երկրի վրա։ Իսկ որ հոգևորականները հեղաշրջման կոչ են անում կամ ձայնագրություն հրապարակվեց, որ ասում են երկու հոգու գյուլ ենք, դրա հետ կապված ինչ կասեք։ Ես չեմ լսել այդպիսի բան։ Ես չեմ լսել, որ հոգևորականները այդպիսի բան ասել, չեմ կարող պատասխանել այդ հարցին։ Չեմ կարծում այդպիսի բան ասած լինեն։ Չեմ կարծում, բայց չեմ լսել։ Տեսակ, որ երեք ԱԱԾ-ն Մայրաթոր էր մտել։ Այո։ Եվ ինչ կարծիք ունեք այդ։ Հայտարարություն է մեր ազգի համար։ Ինչ ասեմ, շատ դաժան է։ Շատ դաժան է։ Ինչ զգացողություններ առաջացավ որ ԱԱԾ-ին տեսակ Մայրաթորի բակում։ Մեծ հուզմունք ապրեցի, որ տեսա։ Ես զարմանում եմ։ Զարմացած եմ դες ազգը քնած է, ինչպես է ապրում, երբ որ իր արժեքները ոտնահարում են։ Երևի հայ ազգը կորցրել է իր հատկությունը։ Մնացել է միայն հայերեն խոսալը, ազգային ինքնարժեք։
պատիվ, հիշողություն, ամեն ինչ մոռացվել է։ Ձեզ որպես հավատացյալի հետաքրքրում է հոգևորականները խախտել են կուսակրոնության ուխտը, թե ոչ։ Դա ինչ չի վերաբերող հարց է, վերև Աստված կա, եթե այդպեսի բան կա, Աստված կբաժի։ Դա իմ գործը չի։ Դա Աստծո գործն է։ Ինչու է Նիկոլ Փաշինյանը այդ հարցը առաջ բերել, ինչի է փորձում հասնել։ Որտեղ հիվանդ մարդ է ինքը։ Հիվանդ մարդուց ամեն ինչ կարելի է սպասել։ Ըստ ինձ իմ կարծիքին ինքը հիվանդ է, իրան բուժվել է պետք։ Այն ինչ որ ինքը անում է հայացի գլխին, երևի ոչ ոք չի արել։ Ես անհալամար եմ զգում, որ Հայաստանի Հանրապետությունը նման վարչապետ ունեն։ 2018-ին էլ էի կանհարմար զգում։ 2018-ին չենք կարծում, որ այսպես հիմար քայլ են արել։ Իհարկե շատ ենք ափսոսում։ Իսկ որ ձայնագրություն է հրապարակում քննչական կոմիտեն, որտեղ հոգևորականն ասում է՝ մի երկու հոգու կգյուլենք, ընտանիքին փոխհատուցում կտանք, կուրախանան։ Սա ձեզ մտահոգում է։ Գիտեք ինչ, իմ մոտ այնպեսի տպավորություն է, որ մարդիկ հեղաշրջում են պատրաստում եւ կողքը նստած է ԱԱՑ-ի աշխատակիցը, ինչպես դուք եք ինձ անելից հիմա հարցազրույց վերցնում, իրանք էլ միկրոֆոնը դրած կողքը ամեն ինչ ձայնագրում են, ամեն ինչ գիտեն։ Շատ տարօրինակ է, որ նման հեղաշրջումներ պատրաստում։ Ես առաջ անգամ եմ լսում, որ հեղաշրջումները նման մակարդակի են պատրաստում։ Այս բոլորը իմ կարծիքով շինչ ու գործարք է։ Բայց կարող է գաղտնա լսել է, կողքը նստած չեն եղել։ Չեմ կարծում, որ այդ մարդիկ այդքան հիմար են եղել, եթե պատրաստում էին իրանք հեղաշրջում, նման մակարդակի կպատրաստեին։ Բայց երբ որ ամեն դեպքում սցենարներից մեկը հային Հայաստանում գյուլելն է, դուք ինչ կարծիք ունեք։ Դե գիտեք ինչ, հիմա կյանքում ամեն ինչ պատահում է։ Մեծ արժեքների, մեծ նպատակների համար ինչքան մարդիկ են կործանվել։ Ամեն մարդուն էլ հայ ասես դժվար թե։ Հիմա այն մարդիկ, որ գնացել են ոտնահարել են մեր սրբությունները Էջմիածինում, այդ մարդիկ էլ են հայ։ Ինչ դժվար հասկացողություն է, որն է ճիշտը։ Այսինքն ջոկելու էին վատ հայ էին գյուլել։ Չեմ կարծում, ես չեմ կարծում, որ դες մասսայական պետք է բոլորին գյուլեին, ինչ որ ավտոբուսները վառեին, ինչ որ նման բաներ, ես թվում է այդ բոլորը սարկած պատմություններ են։ Ես չեմ հավատում։ Բայց թեկուզ մեկ հոգու գյուլելը, ենթադրյալ գյուլելու սցենարը արդեն իսկ դատապարտելի չի։ Դե այդպես որ մենք նայենք 5000 մաքուր հայրենասեր զինվորներ կորցրեցինք, դատապարտելի չի։ Դատապարտելի է։ Դե դեպքում մեծ գաղափարների համար դատապարտելի է արդյոք։ Կներեք էլի, որ այս հարցը տալիս եմ, բայց դուք մեծ գաղափարների համար պատրաստ եք այդ անձը լինել։ Զոհվելու։ Գյուլվելու։ Կներեք իհարկե, ուղղակի։ Եթե բանիմ ճակատագիր այդպես է դասավորվում, իհարկե, ես չեմ ընտրում կյանքի ուղին։ Դա պատահականության հետ կամ երողությունների հետ ինչ որ զուգակցվող պահեր են։ Դες միանշանակ ասել ես պատրաստ եմ։ Դե հիմա եթե ես հարցնեմ, դուք պատրաստ եք ձեր երեխայի համար ձեր կյանքը զոհել։ Ձեր հայրենիքի համար ձեր կյանքը զոհել։ Դուք պատրաստ եք։ Հայրենիքի ներսում։ Իսկ հայրենիքի ներսում չի կարելի պայքարել հանուն արդարության։ Ամեն մի մարդ մի ձև է պատկերացնում արդարությունը եւ արդարության հասնելու ճանապարհը։ Դա յուրովի քո ներքին գաղափարների հետ կապված, քո ինտելեկտի հետ կապված, քո մտածումների հետ կապված մոտեցումներ են։ Դժվար է գնահատել։ Ձեզ երկար տարիների կյանք եմ մաղթում, լավ օրձես։ Դուք երեք տեսաք, որ ԱԱՑ-ն մտել էր Մայրաթորի տարածք։ Տեսա։ Ինչ կարծիք ունեք։ Դկտիությունն է դա լրիվ։ Ինչ կարծիք պետք է ունենամ, ճիշտ է ձեր կարծիքով։ Ինչ եք կարծում, ինչու է նման բան արվում։ Չգիտեմ, ոչ բան չեմ կարող։ Դուք երեք տեսաք, որ ԱԱՑ-ն մտել էր Մայրաթորի տարածք։ Ոչ։ Մտել էր դիմակավորված ԱԱՑ-ականների խումբը Մայրաթորի տարածք, սրբազանի էին ուզում բերման ենթարկել։ Այս երևույթին դուք ինչ մեկնաբանություն ունեք, ինչ կարծիք ունեք։ Ես առհասարակ կարծում եմ, որ բոլոր հնարավոր ազգային արժեքները այսպիսի ձևով, չգիտեմ ինչպես ասեմ, արժեզրկել ճիշտ չի։ Անկախ նրանից, թե Մայրաթորը, իշխանությունը ինչպիսի հարաբերությունների մեջ են եւ ինչպես այս ամեն ինչը ի վերջո գոյություն ունի վարկած անմեղության, կանխավարկած եւ կարծում եմ կարելի է այդ ամեն ինչը ճիշտ կազմակերպել, բայց
իդեոլոգիայի տեսանկյունից սխալ է կարծում եմ, հա, այդպես չգիտեմ, եկեղեցու նկատմամբ, ազգային արժեքների նկատմամբ ունենալ այսպիսի վերաբերմունք։ Հիմա որ Նիկոլ Փաշինյանն առաջ է քաշում հոգևորականների կուսակրոնության ուխտը խախտելու հարցը, դա հավատացյալներին ըստ հետաքրքրում է, թե ոչ։ Եթե ես իմ մասին եմ ասում, գիտեք, ժամանակին 19-րդ դարում Նիցշեն ասել էր, որ եկեղեցի, այսինքն չկա Աստված, սակայն կեսը բաց են թողում եւ չեն ասում նրա մասին, որ Աստված կա յուրաքանչյուր մարդու մեջ իր կերպով։ Հավատացյալները կարծում եմ ինստիտուցիոնալ երևույթների նկատմամբ տենց հատուկ վերաբերմունք չունեն այնուամենայնիվ։ Մենք բոլորս գնում ենք եկեղեցի, որովհետև հավատում ենք, որ կա Աստված, հավատում ենք, որ կա խիղճ, հավատում ենք, որ կա մարդկային հարաբերություններ, հա, սա է իմ մոտեցումը, իմ անձնական մոտեցումը։ Եվ ինձ համար օրինակ բացարձակապես նշանակություն չունի կուսակրոն են, կուսակրոն չեն։ Հա, հասկանում եք, հա, ինչ եմ ուզում ասեմ, սա ինստիտուցիոնալ վերաբերմունք է։ Սա ինչ որ մեկի կողմից հորինված երևույթներ են, կարելի է, չի կարելի։ Այդպես եթե լինի, ուրեմն եկեք իշխանության ներկայացուցիչներին հարցնենք, իրանք ինչ են օրինակ օգտագործում են որևիցե մի բան, հա, արգելված թե չեն օգտագործում, ժամանակ անցկացնում են ակումբներում, թե չեն անցկացնում։ Դուք հասկանում եք, չէ՞, ինչ եմ ուզում ասեմ, մենք ինստիտուցիոնալ քաղաքացուն, կարծում եմ քաղաքացու համար նշանակություն պիտի չունենա, ինչպիսին է իշխանավոր, եթե այդ իշխանավոր իր ֆունկցիան կատարում է, գործառույթը սահմանում է։ Իսկ երբ հոգևորական հեղաշրջման կոչ է անում, դա ձեզ համար ընդունելի է։ Գիտեք ոնց հոգևորական է հեղաշրջման կոչ, դա ընդհանրապես պիտակավորումներ են։ Իսկ միգուցե հեղաշրջման կոչ չի դա։ Եկեք այլ կողմից այդ ամենը։ Ես ասում է գեներալները բան անեն, զինված հեղաշրջում անեն, դա է միակ տարբերակը, դա ինչ է։ Չէ, բայց գիտեք ինտերպրետացիայի հարց կա, կոնտեքստի հարց կա։ Վերջերս գիտեք մեդիա ոլորտը այնքան շատ այդտեղ բաներ կան, որոնք որ իրականությանը չեն համապատասխանում։ Եվ ընդհանրապես մեդիա ոլորտը դարձել է բոլոր երկրներում ապատեղեկատվության լավագույն տարբերակը, հա, որտեղ որ կարելի է ամեն ինչ ասել, ամեն ինչ այնպես ինչպես ես եմ տեսնում։ Ես չեմ տեսնում այդտեղ կոչ։ Ինձ ճիշտ հասկացեք, ես իմ մասին չեմ, ես երևույթն եմ ձեզ հետ քննարկում։ Ես նայում եմ նյութը, չեմ տեսնում այդտեղ կոչ, այդտեղ տեսնում եմ այդ մարդու կարծիք։ Դուք նայում եք, տեսնում եք կոչ։ Իշխանությունը նայում է, տեսնում է ինչ-որ մի ռադիկալ բան։ Եկեք զերծ մնանք, այնուամենայնիվ ես կարծում եմ, որ եկեղեցու նկատմամբ վերաբերմունքը եւ ոչ միայն եկեղեցու յուրաքանչյուր ազգապահպան երևույթի նկատմամբ վերաբերմունքը պետք է մաքսիմալ սահմանել, ճիշտ սահմանել։ Մենք փոքր ազգ ենք, խնդիր ենք ունենալու, հավատացեք ինձ։ Տեսակ որ երեք ԱԱԾ-ն մտել էր Մայրաթորի տարածք։ Այո, տեսա, շատ անշնորհքություն է, շատ իրանք որ եկեղեցու նկատմամբ տենց են անում, ուրեմն վсё, իրանք մարդ չեն։ Ասում էին հոգևորական հեղաշրջման կոչ էր արել, գնացել էին հետևից։ Ճիշտ ասած, ես անարդար եմ։ Մենակ մի բան եմ ասում, որ այդ ամեն ինչը անարդար է։ Իրանք շատ անշնորհ բաներ են արել։ Դուք տեսաք, որ երեք ԱԱԾ-ականները մտել էին Մայրաթորի տարածք։ Ճիշտ ասած, տանը չեմ եղել, Վալիկ ջան։ Հերոստացույցը չեմ նայել։ Հիմա Մայրաթորի տարածք դիմակավորված ԱԱԾ-ականներ էին մտել, սրբազանի էին ուզում բերման ենթարկել, այդ տեսարանների հետ կապված ինչ կարծիք ունեք։ Ճիշտ ասած, ճիշտ են անում, այս բանին պետքա փոխեն։ Անուն ինչ է, այս էպիսկոպոսը ինչ է, չեմ սիրում ես դրան։ Կաթողիկոսը։ Այո, կաթողիկոսը պետք է փոխի, որտեղ ինքը հակառակ բաներ է անում։ Ինքը իր նորմալ էլ չի պահում, շատ լավ գիտենք թե ինչերով է զբաղված ինքը, կուզեի որ փոխվի։ Ինչերով է զբաղված։ Դե ինչ որ երեխա ունի, իրանց չի հասնում այդ բանը, ամուսնանալ չի կարելի իրանց։ Ես ինչ իմանամ, շատ քիչ բան գիտեմ ես տղա ջան։ Բայց պետությունը պետք է դրանով զբաղվի։ Դե երևի, այսպես որ հավաքվում են, երևի կառավարությունը կհասկանան, որ մարդիկ բունտ են անում արդեն դրա համար, չի կարելի։ Այդ նման մարդուն չպետք է պահեն։ Նա մեզ համար կաթողիկոս չի համարում։ Այն մեր առաջվային կաթողիկոսները ուր են, Սաուր։ Երեք տեսաք, որ Մայրաթորի տարածք էին մտել ԱԱԾ-ականները։ Հա, տեսա։ Ինչ կարծիք ունեք դրա հետ կապված։ Լավ կարծիք չունեմ, որ չէր կարելի։ Ինչու։ Դե ամեն դեպքում էլի, այդ մի սրբավայրն է, էդ էլ էտան հարամ են պրսնում։ Այդքան բան։
Հիմա ինչ է ուզում Նիկոլ Փաշինյանը եկեղեցականներից ըստ Այդ ես չեմ անում, չեմ կարող ասեմ, երևի նա հարցը կաթողիկոսի հետ ավելի շատ։ ձեզ հուզում է այդ հարցը զավակ ունի թե ոչ նա։ Չէ։ Ինչ, որ ունի լավա, որ չունի էլի լավա։ Քիչ ունենա մարդը, բա հիմա իր իրավահաջորդին չթողի այս աշխարհում։ Ուղղակի եկեղեցական օրենքներով Չի կարելի, բայց դե մարդես էլ հիմա։ Հետո ես գիտեմ, որ ինքը միջև կաթողիկոսը լնելն է, չէ, ունեց այդ երեխան, եթե տենց է իհարկե։ Նորմալ երևույթ է։ հոգևորական հեղաշրջման կոչ է անում, ինչ կարծես։ Չէ, դա արդեն իրանց չվերաբերող հարց է։ Միջամտում են քաղաքականությանը։ Իրանք միջամտեցին էլի, բայց Բագրատն ինչ էր անում։ Սա Բագրատն էր էլի, սաղին բերես քաշեց։ Դուք տեսաք, որ ԱԱՑ-ն մտել էր Մայրաթորի տարածք։ Դա խայտարակություն է։ Ես չեմ ուզում այդ թեմայով խոսեմ, որովհետև չի կարելի ինձ, որ ասում են ուշունց դա։ Բայց դա խայտարակություն է, դա գժվել կարելի է, դա позор нашей нации։ Ես ինքս հայ միշտ պարծենալով եմ խոսել։ Հիմա ամանչում եմ։ Սաղ ծիծաղում են մեզանով։ Ոնց կարելի է այդպես բան անել, եթե մի բան էլ դաժե կա, պիտի իրար հետ խոսենք, մենք ինչու եք դուք ձեր բնակարանի կեղտը դուրս հանում, որ ադրբեջանցիները կամ էլ ուրիշ ազգ ասեն, այս ինչեր են։ Իրանք մոլաների շատ գիտեն ինչ ոնց են։ Բա ինչ կեղտոտ բառը ասել, որ ես զարմանում եմ։ Ո՞վ։ Դե չգիտես ո՞վ։ Վարչապետը։ Բա այն ինչ բառը ասել։ Եկեք ինձ ստուգեք, տեսեք, չգիտեմ, բա որ մեկը գա вообще անի։ Բայց ձեզ որպես քրիստոնյայի հետաքրքրում է կաթողիկոսը խախտել է կուսակրոնության ուխտը թե ոչ։ Չէ։ Պախ։ Зеленый свет. Ախր չէ, բալիկ ջան, ախր երեխեք ջան։ Ինչի մասին եք խոսում, Ղարաբաղ եք հազնել։ Մեր երկիրներն եք հազել, կուսակրողությունը սենցն է, այդ բանա է, повод какой-то։ Ամոթա էլի, ամոթա։ Ես դրա մասին երբեք չեմ մտածի։ Իսկ որ հոգևորականները հեղաշրջման կոչ են անում, մարդկանց դյուլելու մասին են խոսում։ Չեն անում առանձնապես այդպես։ Տեսել եք այդ ձայնագրությունը։ Որը։ Այդ որ ասում եմ երկու հոգու դյուլենք։ Դե գյուլելու մարդ կան է ախր։ Ղարաբաղից հետո երկուսին չպիտի գյուլես։ Հասկանում մենք երգիր ենք կորցրել, հրաշք։ 10-րդ նահանգը Հայաստանի։ Հայաստանը, Երևանը այն ժամանակ այդպես չէր, իսկ այնտեղ պետականությունը կար Ղարաբաղում։ Ղարաբաղը ուրիշ երգիր էր, քաղցր, ստեղ չէին հասկանում շատ։ Բայց հային Հայաստանում գյուլել, հա։ Չէ, դե ես չեմ ուզում ոչ մեկին գյուլել, բայց մի լավ ծեծել պետք է։ Բռնություն է դա։ Ծեծելը երեխային էլ են սենց մի հատ խփում, որ ուշ գլուխը հավաքի ճիշտ դաստիարակում են։ Գյուլերը ով ուզի է գյուլել։ Դե հիմա բաների մեջ էլ կան մարդիկ, որ կարող է զայրացած այդպիսի բառեր ասեն, հետո բա իրանք ինչ են ասում։ Ասում են եք ստուգի։ Եկեք ստուգեք։ Բա որ մեկն էլ դանակը ձերքին գա ստուգի։ Խայտարակություն է, չէ՞ դա։